տաղավարում մեզ է միացել Սևակ Խաչատրյանը, նա հաղթանակ դաշինքի Վաղարշապատի համայնքապետի թեկնածու է։ Պարոն Խաչատրյան, բարի գալուստ Alpha News, բարի գալուստ մեր տաղավար եւ Սկսելու եմ նախ քաղաքական ընդհանուր միջավայրից, որի պայմաններում հիմա նախընտրական փուլն է ընթանում, այնուհետև կառանձնանանք ձեր ծրագրերին եւ անելիքներին, կանդրադառնանք։ Բացարձակապես անհնար է չտեսնել, որ նախընտրական վիճակը Վաղարշապատում տեղի է ունենում Փաշինյանի եկեղեցու դեմ սկսած գործողությունների տրամաբանության պայմաններում եւ ձեզ հարցնելու եմ, թե արդյոք սա սովորական համայնքային ընտրություն է, թե որոշվում է ինչ-որ բան, նաև հաշվի առնելով, որ կաթողիկոսանիստ համայնքի հետ գործ ունենք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջին հայացքից սա պարզապես համայնքային ընտրություն է, ավելի մեծ խոշորացված համայնքի, որովհետև մենք բոլորս գիտենք, որ վերջերս ազգային ժողովը օրենքով ընդունեց, որ Խոյ համայնքը միանա Վաղարշապատ խոշորացված համայնքին։ Սա իհարկե բացառապես արվեց նեղ կուսակցական, ՔՊ-ական, նիկոլական շահեր սպասարկելու համար, որովհետև այդ խոշորացումից երբեք գյուղացու կյանքը չի լավանալու, հակառակը գյուղացու չարչարանքը շատ ավելի շատանալու է։ Բայց իրականում այս ընտրությունները չափազանց կարևոր ընտրություններ են, իր մեջ բացի համայնքային խնդիրներից, իր մեջ ներառում է նաև շատ քաղաքական հարցեր, քաղաքական խնդիրներ, որովհետև մենք գիտենք, որ 26 թվականի հունիսին տեղի ունենալու ազգային ժողովի ընտրությունները եւ սա կարծես թե բոլորը դիտարկում են որպես ազգային ժողովի ընտրությունների նախերգանք եւ այստեղ քաղաքացիական պայմանագիրը գործող այսօրվա իշխանությունները իր ամբողջ պետական ապարատը, պետական ռեսուրսները ուղղելով դեպի Վաղարշապատ փորձում են իրենց համար ցանկալի արդյունքի հասնել, իրենք այս սրանով լուծելու են մի քանի խնդիր։ Առաջինը, որ հայ ժողովրդին ցույց տան, որ հենց Վաղարշապատում մայրաթոռի լինելու պարագայում Վաղարշապատցիները համաձայն են իրենց վարած քաղաքականությանը մայրաթոռի հետ կապված։ Եվ դա արձակելու է ձեռքերը։ Իհարկե արձակելու է։ Արձակելու է եւ իրենք ամբողջ թիմով, ամբողջ եկեղեցու վրա հարձակվողների իրենց խմբով սպասում են նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքներին։ Ես կարծում եմ նաև այդ ընտրություններն են իրենց հետագա քայլերը դեպի եկեղեցի կանխորոշելու, թե իրենք ինչ ճանապարհով են գնալու առաջ։ Մենք ականատես եղանք վերջին շրջանում, որ իրենք պատրաստվում էին, բարբերաբար կոչեր էին անում, բարբերաբար լուտանք թափում եկեղեցու վրա, բայց ինչ որ մի պահի հետ կանգնեցին, այսպես ասած սառեցվեց այդ process-ը հաշվի առնելով, որովհետև եկավ ընտրությունների պահը։ Իրենք էլ հասկանում են, որ դա որպես այսպես իրենց վարած քաղաքականությունը ընտրությունների արդյունքների վրա իրենց համար բացասական է ազդելու։ Մի փոքր դադար են վերցրել, եթե հասնեն հաջողության, որը իհարկե բացառում եմ ես, որ երբ հասնեն հաջողության, 1-2 օրվա մեջ իրենց process-ը շարունակելու են առաջ։ Ինչ են անելու, գրոհելու են վեհարանը, թե ինչ։ Այդ իրենց կանխատեսած հոգևոր ժողովն են անելու եւ անմիջապես գրոհելու են վեհարանը, որովհետեւ այս մարդիկ ասում են Գարեգին երկրորդը ամենայնուց կաթողիկոսը չի, այդ ոնց ալնում, բայց այդ դեպքում եթե կաթողիկոսը չի, այդ մեր եկեղեցու մեռոնը, Սուրբ մեռոնը կաթողիկոսն է օծել, ձեր երեխաների ոնց եք տանում կնունքի, ոնց եք հարսանիքներ կազմակերպում, ոնց է լինում որ կաթողիկոսը կարողանում է քահանային ձեռնադրել քահանա, բայց երբ որ կարգալույց արում մայրաթոռը, դա չի կարելի, այսինքն այստեղ իրենք ուզում են process-ները շարունակել իրենց ուզածով, փորձում են իրենց բնորոշ ոճով, խաբելով, ստով, կեղծիքով եւ հիմա էլ մեզ մոտ ընտրությունները, տեղի ԿՊ-ականները նույն մեթոդներով են շարունակում։ Ինչ մեթոդներով են շարունակում, սուտ, կեղծիք, այսինքն կոնկրետ Խոյ համայնքի եւ Վաղարշապատ համայնքի համայնքապետարանի աշխատողներին գնում են ասում են, եթե Սևակ Խաչատրյանը ընտրվեց, բոլորիդ գործից ազատելու են, գնացեք ձեր բարեկամներին ասեք։ Ես ուզում եմ այս մարդկանց ասեմ, որ ես ոչ մի պրոֆեսիոնալ մարդու գործից չեմ ազատելու։ Իհարկե, այն ակտիվ ԿՊ-ականները, այն ստախոս վարչական շրջանի ղեկավարները, որ գնում են հարտուկ արցախցիների տները մտնում, ասում են դուք ընտրելու իրավունք չունեք, լավ հասկանալով, որ Արցախցին իրենց ձայն չի տալու, բոլորին կընտրի, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Գնում են հատուկ, բարև ձեզ, ինչպես եք դուք գիտեք, չէ՞ դե դուք ընտրելու իրավունք չունեք։ Այն դեպքում, երբ որ Վաղարշապատում հաստատված արցախցիների մոտ 70-80% ընտրելու իրավունք ունի։ Իսկ դուք գնում եք արցախցիների տները։ Իհարկե մենք Ինչ վիճակում են։ Մենք էլ են գնում արցախցիների տարբեր հանդիպումներ ենք ունենում, մինչև քարոզարշավներ ենք ունեցել, մեր թիմում կան բավականին շատ արցախցիներ, նաև ավականու ցուցակում կան արցախցիներ,
Մենք արցախցիների խնդիրները շատ լավ գիտենք, մենք նիկոլականները չենք, որ դահլիճներում հանդիպում կազմակերպենք, արցախցիներին հրավիրենք, ասենք եկել ենք ծանոթանալու ձեր խնդիրներին։ Ում համար է գաղտնիք Արցախցու խնդիրը։ Այսինքն մարդկանց անձը այլևս չի գալիս, չէ՞, Էջմիածին։ Այդ վերջի դեպքից հետո չի գալիս, բայց կարծում եմ կգա էլի կակտիվանա։ Կփորձի ակտիվանալ, որովհետև բավականին շատ են արցախցիները Վաղարշապատ համայնքում, թե Էջմիածնում, թե գյուղական համայնքներում, իրենք փորձելու են այդ էլեկտորատն իրենց համար օգտագործել, բայց ասեմ, որ դա իրենց մոտ չի ստացվելու։ Պարոն Խաչատրյան, մի երկու չայնիկ հարց տամ էլի։ Առաջինը ինչ տարբերություն կա Վաղարշապատի եւ Էջմիածնի, այսինքն շատերը Էջմիածնին ասում, շատերը Վաղարշապատ, Էջմիածնը մտնում է Վաղարշապատի մեջ որպես քաղաք, չգիտեմ, սա ուղղակի բացատրեք, եւ երկրորդ հարցս, ինչքանով է մայրաթորի գտնվելը Էջմիածնում, հա, ազդում հենց Վաղարշապատցիների, ճիշտ ասեմ, գիտակցության վրա, այսպես ասենք, ինչքանով են իրանք ինչի շուրջ է ձևավորվում Վաղարշապատ համայնքը մայրաթորի, թե ինչ որ այլ process-ների։ Չէ, բնականաբար դու Էջմիածին քաղաքն ասեմ, Էջմիածին քաղաքը նախ ասեմ, որ Վաղարշապատը մեր եղել է պատմական մայրաքաղաք, մենք գիտենք Վաղարշապատը քաղաք է, Էջմիածինը եղել է Քրիստոսի իջման վայրը, դրա համար եկեղեցին կոչվում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածին, սա էր, հետո ժամանակի ընթացքում քաղաքի անունը եղել է եւ Էջմիածին, հետո փոխվել է նաեւ Վաղարշապատ։ 21 թվականին, մինչ 21 թվականն էլ երկու անունն էլ օգտագործվում էր։ Եվ Վաղարշապատը նույնիսկ կառավարություն, մարզպետարան գրագրությունների ժամանակ համայնք երկու անունն էլ օգտագործում էր եւ Վաղարշապատ եւ Էջմիածին, բայց արդեն 21 թվականին Վաղարշապատ եղավ խոշորացման համայնք, մեկ գյուղական բնակավայր Ոսկյատը միացվեց, հիմա դե արդեն 17 գյուղ էլ միացվեց, ամբողջ Խոյ համայնքը եւ դարձավ Վաղարշապատ խոշորացված համայնք, բավականին արդեն մեծ համայնք։ Իսկ ինչ վերաբերում մայրաթորին էլ բնականաբար մեր քաղաքը իր կոլորիտը, իր այսպես ասած համն ու հոտը ձևավորել է նաև հենց մայրաթորի շուրջ եւ մնացած վանքերի ու եկեղեցիների շուրջ, եկեղեցու հարցով Վաղարշապատցիները առավել քան զգայուն են, քան այլ քաղաքներում ապրող, ես չեմ փորձում նրանց քրիստոնեական արժեքները նսեմացնել, բայց ամեն առավոտ եկեղեցու մայրաթորի զանգերը լսող մարդն ավելի զգայուն է հարցերին վերաբերվում, քան ցանկացած մեկը։ Առաջարկում եմ միանանք Մոսկվայի մեր խմբագրություն Հայկ Խալաթյանին, Հայկ Ողջունում եմ, Տիգրանը որոշ չափով այդ իմ ուզած հարց տվեց, բայց շարունակեմ Տիգրանի միտքը։ Օրինակ մենք դրսից երբ որ նայում ենք Էջմիածնի ընտրություններին, այսպիսի տպավորություն է, որ դա լինելու է ընտրություն, օրինակ եթե Աստվածչյանը հաղթում է իշխանության ներկայացուցիչը, ստացվում է նույնիսկ Վաղարշապատի Էջմիածնի բնակիչները կողմ են այդ գործողություններին իշխանությունների եկեղեցու դեմ ու չնայած դուք ասում եք որոշ դադար են վերցել, բայց նայելով հայտարարություններին Ռուբինյանի եւ այլն, նույնիսկ Փաշինյանի, այդպիսի տպավորություն չկա, որ դադար են վերցել։ Բայց դու շփվելով մարդկանց հետ, իրենց համար դա ավելի շատ ինչ է, այսպիսի տեստ է լինելու, որտեղ ցույց են տալու իրենց վերաբերմունքը եկեղեցուն, թե իրենց ավելի շատ հետաքրքրում է այսպես քաղաքային խնդիրները, ինչպես հիշում եք Երևան ընտրությունների ժամանակ ասում են, մի մաս ասում էր դա քաղաքական ընտրություն է, մյուս մաս ասում են դե հիմա մի մարդ են, որ ընտրում, որը պետք է զբաղվի քաղաքի տնտեսությամբ, զիբիլ հավաքելով եւ այլն։ Անկեղծ ասած երկու մոտեցումներն էլ կա, բայց ես կարծում եմ գերակշռում է, մենք հիմնականում հանդիպում ենք մեր համակիրների հետ, գերակշռում է երկու ուղղություն, այս գերակշռում է այն, որ սա նաև արժե համակարգային ընտրություն է, արժեքային ընտրություն է, այսինքն մարդիկ ձայնը տալիս են նաև այն մարդկանց, այն թիմերին, ով նայում են, թե ինչ արժեքային համակարգ են կրում տվյալ քաղաքական թիմը։ Սա էլ կա, բայց նաև կա մոտեցում, հենց քաղաքային խնդիրների հետ կապված, մենք հանդիպումների ժամանակ Վաղարշապատցիները մեզ երկուսն էլ կարելի է ասել, չասեմ հավասարաչափ, նայած մարդու ինչ մոտեցում ունի, մարդու մտածելակերպի, երկու հարցն էլ մեզ համար բարձրաձայնում են։ Երկուսն էլ ասում են, որ նաև քաղաքային հարցը, նաև մայրաթորի հարցն է, այլ հարցեր են բարձրացնում, այլ մեր ազգային ավանդույթներից հրաժարվելու այսօրվա իշխանությունների քայլերը, Մեսրոպ Մաշտոցին Այբեն Արանից նկարը հանելուն, Արարատ Սարի հետ կռիվ տալու մենք, Վաղարշապատցիներս դիփոքը հասնում է գյուղեր այդ ինֆորմացիան։
Ինֆորմացիան հասնում է, ես երեք մի ելույթ եմ ունեցել սոցիալական ցանցերում բավականին մեծ արձագանք ուներ, հենց այդ ելույթը ես ունեցել եմ գյուղական Հովտամեջ գյուղում։ Մարդիկ հասկանում են, մարդիկ կամաց-կամաց գիտակցում են ինչի մասին է խոսքը։ Այսինքն հացի խնդրից, որի շուրջ փորձում է գործող իշխանությունը կառուցել ամեն ինչ, ու նաև Թուրքիայից են փորձում հայերին համոզել, որ եթե մոռանան ամեն ինչ, հնարավորություն կունենան հարստանալ, պարզվում է մարդկանց նաև իրականում հուզում է, թե Արարատի մասին ինչպիսի դիրքորոշում ունեն հայերը։ Իհարկե, հենց այս հարցերը գյուղական համայնքներում երեք մեր հանդիպումների ժամանակ մեր առաջ բարձրացվել են նաև մեր պատերազմում զոհված տղաների ընտանիքների վերաբերվող հարցերը, պատերազմի մասնակից տղաների հարցերը, ովքեր չեն զոհվել, բայց պատերազմական գործողությունների ժամանակ հերոսություններ են արել, պաշտպանել են մեր հայրենիքը։ Մարդկանց մոտ այս գիտակցությունը կա։ Իշխանությունները հացի խնդիր չեն ուզում լուծել, իշխանությունները լուծում են ասֆալտի խնդիր։ Իրենք ընդհանրապես իրենց հետաքրքիր չի գյուղացի լավ կապրի, թե չէ, իրենց պետք է ընտրություններից առաջ բերել մեկ փողոց ասֆալտ անել, որ մարդիկ այդ նույն թեզերը տանեն առաջ 30 տարի ասֆալտ չի եղել, այս վերջում մի հետաքրքիր դիալոգ եղավ երկու գյուղում են, երկու բնակիչների միջև տարբեր կարծիքներ ունեն, մեկն ասում է դե մեր փողոցը ասֆալտ են արել, մեկն ասում է դե կյանքից այդ 7 տարի տարել են, մի հատ փողոց ասֆալտ են արել, էլի։ Իսկ այս համեմատությունը երբ ասում եք, այդ մարդերս են զարմացած, երևի չէր մտածել, ասես մի բան մտածես, հա, ես 7 տարով մեծացել եմ, այդ 7 տարում իմ կյանքում ավելացել է մենակ այս ու մենակ այդ փողոցի ասֆալտը, ոչ թե բոլոր փողոցների կամ մենակ այդ փողոցի ասֆալտը։ Դա ինչքան հիշում եմ, միշտ ասֆալտ գցել են, հայտնի բան կա, չէ, կադր կա, արդեն նախորդ ընտրությունների ժամանակ Արաքել Մովսիսյանն ասում է ասֆալտ գծող տղուն կանչեք մի հատ։ Հա, այդ ասֆալտը միշտ եղել է, միշտ արել են։ Հիմա ուրիշ բան են անում, հիմա Փարաքարից ասֆալտը Արգավանդի կողմից 3 առաջ օրը գիշերը քերում են, բերում են այդ հաղացած ասֆալտը լցնում մարդկանց տանդեմը։ Դրանց զոհերից մեկն էլ ես եմ։ Հա, էլի բերում են լցնում են մարդկանց տանդեմը ու երբեմն սեփական տներ են, այնքան են բարձրացել, այս անձրևաջրերը անձրևայից լցնում մարդկանց տները։ Նույնիսկ այդ բանում այս մարդիկ աշխատելա ոչ չունեն, չեն կարողանում աշխատել։ Առաջարկում եմ միանանք նաև Արթուր Սահակյանին, Լոս Անջելեսի մեր խմբագրություն, Արթուր։ Ողջունում եմ պարոն Խաչատրյանին, հարցս վերաբերվում է ընդդիմադիր, եթե այդպես կարելի ասել, մյուս տեխնացուների հետ արդյոք կա շփում, համագործակցություն, պայմանավորվածություններ, օրինակ, երբ ընտրվելուց հետո ԿՊ-ի հետ չհամագործակցելու ուղղությամբ, եթե չեմ սխալվում, տեխնացուներից մեկը փորձում էր այդպես համագործակցության հարթակ ստեղծել, կա այդպիսի պայմանավորվածություն թե չէ, իհարկե ոչ բոլորի հետ, այնտեղ կա նաև ԿՊ-ի արբանյակ տեխնացուներ, որքանով ես եմ հասկանում, եւ երկրորդ հարցը, արդյոք սադրանքներ կան իշխանությունների կողմից, ի վերջո տեսնելով որ իրենք պարտվում են, կարող են գնալ յուրաքանչյուր սադրանքի եւ նաեւ կարող են ձեզ ձերբակալել, այդպիսի տարբերակ արդյոք տեսնում եք եւ թե արդյոք բացառում եք դա, ինչ process-ներ կան ընդհանրապես այսօր։ Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությանը, այսպես ասեմ, պայմանավորվածություն չկա, որ մենք հավաքվենք մի սեղանի շուրջ նման պայմանավորություն անենք, մենք հայտարարություններ անում ենք եւ յուրաքանչյուրս մեր հայտարարություններով ասում մեր կարծիքը, ես ինքս էլ ասել եմ, ընդդիմադիր այն ուժը, ով մեկ ձայն մեզից ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջապես օգնել իրեն ԿՊ-ին վաղաշապատում իշխանազրկելու, իմ կարծիքով մնացած ընդդիմադիր, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, իրենց ուժերն էլ կհայտարարեն, կարծում եմ կունենան ամեն դեպքում նույն մոտեցումը, դե բացառվում է որևէ համագործակցություն ԿՊ-ի հետ, բացառվում է Հանրապետություն կուսակցության հետ, դեռ մենակ դեմոկրատական կուսակցությունն է մասնակցում, իրենք էլ են հայտարարում, որ մենք ոչ կմիանանք ԿՊ-ին, ոչ կմիանանք մյուսներին, մեր ձայնով ոչ մեկ քաղաքապետ չի դառնա, անկեղծ ասած հա, էլի ես էլ չեմ հասկանում, մի առիթով եմ ասել, դա ինձ հիշեցնում է հայտնի մի միտք կար 18 թվականին, կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա, ինչ որ ես մոտեցնում եմ նույն հարթության վրա եմ դնում, ամեն դեպքում ես նաև առաջարկել եմ, ասել եմ, որ խնդրում եմ նաև ասեք, որ օրինակ մենք հայտարարում ենք կմիանանք, մենք ԿՊ-ից նաև օգնություն չենք ուզի երբեք։ Թող նաև մնացած բոլոր քաղաքական ուժերը երկու հարց ասեն, կմիանան ԿՊ-ին թե չէ, եւ ԿՊ-ից կընդունեն օգնություն, թե չէ, որովհետեւ հիմա վաղաշապացիների մի փոքր sense մոլորության մեջ են գցել,
Մարդկանց թվում է թե ով դարձավ չի հասկանում, որ այս մեկը ենթադրենք ունեցավ մի 2 ավականի, ԿՊ-ն ունեցավ, ասենք 15 ավականի, տեսեն շանս չկա, ԿՊ-ն գա միանա, մյուսը դառնա։ Այդ դեպքում ոչ մի տարբերություն չկա։ Դու նույն ԿՊ-ն ես։ Տարբերությունը ո՞րն է։ ԿՊ-ի հետ համագործակցում ես, վերջ։ Հաշվի առնելով թե ինչ է լինում ընդդիմադիր համայնքապետերի հետ, Արթուրի հարցը կրկնելով, Ես ասեմ, ես հարցը նորից մեզ շատ են տվել, ես որևէ մտավախություն չունեմ, բայց չեմ բացառում ոչ մի բան։ Այսօր մարդիկ կան Հայաստանի բանտերում նստած, ոչ մի բան չեն արել, ոչ մի բան չանելու համար։ Մի քանի օր առաջ ոչ մի բան չանելու համար Հանրապետություն կուսակցությունը մատնություն տվեց, սուտ մատնություն, բողոք էր գրել Քարոզարշավի խոչընդոտում։ Ոսկեհատ գյուղի բնակիչներ Գևորգ Ներսիսյանը, Համբարձում Ներսիսյանը կալանավորվել են, գտնվում են բանտում։ Վիդեոն հստակ կա, ամեն ինչ կա, այդ մարդիկ ոչ մի բան իրանց տանդեմը կանգնած են եղել։ Հասարակ Էջմիածնեցին գնահատեց այդպիսի քայլը։ Հայտնի գործատույքով։ Հասարակ Էջմիածնեցիները իհարկե գնահատելու են, նաև այն մարդով։ Որտեղ ես գիտեմ, որ բացի հավատքից նաև Էջմիածնում այդ Թասիբի հարցը կա։ Այո, Էջմիածնեցիները Թասիբով ժողովուրդը մեր քաղաքի հարցերի միշտ վերաբերել են բարձր Թասիբով, ես ասեմ։ Ու պիտոմ այդ մարդուն բոլորը ճանաչում են, ով գնացել էր այդ նկարը կպցնելու, ով բողոքել է։ Բոլորը գիտեն այդ մարդն ով է։ Հայտնի բողոքավոր է։ Հայտնի գրողը Հանրապետություն կուսակցության ընդհանրապես վերել են ներդրել են Էջմիածնում վաղաշաբաթ համակարգությունների սադրելու համար։ Մենք նախորդ 1 օր առաջ հայտարարություն ենք անում, որ թաղամասերում են քարոզարշավ անելու։ Մի 2 օրն ինձ էր ստացվում, մենք որտեղ գնում ենք քարոզարշավ, իրանք էլ էին մեր հետևից գալիս։ Հետո գնում ենք ուրիշ գյուղ վաղաշաբաթից, որևէ գյուղ, իրանք էլ էին այդ գյուղում գալիս։ Սենց մեր հարցերը չեն ավարտվում։ Բանավեճերի չեք գնում։ Ում հետ գնանք բանավեճի։ Գնանք բանավեճի ինչ անենք։ Օրինակ դուք մոնտաժվող բանավեճի կգնաք հմեք։ Այսինքն դա ուղիղ եթեր չի։ Ոչ։ Նորից իդեպ ինչ հաղորդման մտնել երկրորդ հրավերն եկավ, էլի բանավեճի, բնականաբար մենք մերժելու ենք էլի, չենք մասնակցելու այդ բանավեճին, որովհետև գնալ հմեկի տաղավար, ոնց որ գնաց Նիկոլ Փաշինյանից բանում, այդ հյուրասենյակում նստես, ինչ-որ բան այն էլ մոնտաժվող բանավեճ։ Ում հետ բանավեճ ենք, ինչ բանավիճ ենք։ Գնամ ինչից բանավիճ եմ, ես արժե համակարգային, բացի քաղաքային խնդիրները, խնդիրները, որ մենք իրանցից 10 անգամ լավ գիտենք ու 10 անգամ լավ լուծում ենք առաջարկելու, գնամ իրանց հետ ինչից խոսամ։ Բանից, բորձուրի հաստությունից ու բանից, ինչը բանավիճ եմ։ Պարոն Խաչատրյան, շատ կդրեք, անջան, վերջացնեմ հարցս։ Ես դիտել եմ բանավեճը, հա, որ դուք չկայք, այնտեղ շատ հետաքրքիր մի հատ էպիզոդ էր, որ այդ հայտնի գործատուն, հա, ինքը դեմ է տալիս Արգիշտի Մեխակյանին հարցեր, բա Գարեգին II, թե Կտրիչ Ներսիսյան, հա, եւ այնպեսի տպավորություններ, որ ոչ թե Արգիշտի Մեխակյանն է իշխանության ներկայացուցիչ գործող, այլ հենց այդ երիտասարդը։ Սա ինչ է, իշխանությունը իր ստավկան դրել է այդ երիտասարդի վրա, որտեղ այդքան էլ համոզված չի, որ Արգիշտի Մեխակյանը օրինակ եկեղեցի հարցում իրեն կպա այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը, սա ինչ որ ներբան քաղաքական գզվռտության ներիշխանական թե ինչ է։ Չեմ կարծում, իրանք ուղղակի երկու ուղղությամբ են աշխատում։ Արգիշտի Մեխակյանը այսօր չի հայտարարում, դա այդ հարցին չի պատասխանում, որովհետև գիտի իր պատասխանը կամ դուր չի գալու իր քաղաքական վերնախավին, որը ուղղակի ինքը չի կարա պատասխանի իրենց չուզածով, եւ հաջորդը եթե պատասխանի հակառակը, դա դուր չի գալու վաղարշապատություն, հստակ հարց։ Այդ հարցին չեմ պատասխանելու, ես գնամ բանավեճի, ինչից խոսեմ, այն խնդիրներից, որ իրանք տարիներով չեն արել, այն խնդիրներից, որ ինքը Խոյ համայնքի ղեկավարը եղել գյուղացիքի թալանել են ջերմոց սարքելու համար միլիոն ու կես փող ուզելով, արտիզյան հորերի հարցը չլուծելով, այսինքն գյուղացին ինչով որ ապրում է իր համար կենսական նշանակության հարցը, այդ ոչ մի խնդիր չի լուծվել, հակառակը մեծ բեռ են սարքել գյուղացիների վրա։ Հիմա երբ որ մենք գնացել ենք գյուղերը հանդիպումների ժամանակ ասում ենք, որ պետքա դզենք, պետքա սենց անենք, մեր հետևից իրանք են գնում մի քանի նախարարներով։ Դե հիմա տենց է, սաղ նախարարները որ արձակուրդ են վերցրել, այս երկրի չի աշխատում, եկել են ԿՊ-ի տեխնացուին, սենց ձեռքը բռնել են, տանում են այս գյուղը, այս գյուղից բերում են Էջմիածին, սենց ման են տալիս, գնում են հերթով ասում են, այ հիմա իրանք գնում են ասում են, այն ինչ որ իրանք արել են, ասում են մենք էսի կուղենք, մենք կանենք, որ այդպես չլինի։ Իսկ այդ արհեստական խնդիրներ են սարքել մարդկանց գլխին։ Հիմա ուզում են այդ արհեստական խնդիրները հերոսաբար հաղթահարել։ Այս մոտեցումը ուղղակի զավեշտ է, ոչ թե ծիծաղել է, ուղղակի զավեշտ է։ Իսկ մտավախություն, որ օրինակ ձերբակալեն, մտավախություն չունեմ, ամեն ինչ սпасելի է։ Երկու հարցերը ինձնից։
Առաջինը, համոզված եմ, որ դուք մեզնից շատ եք բնականաբար մանավանդ այս նախընտրական փուլում շփվում մարդկանց հետ ու ինչպես էլ չլինի, հաստատ հանդիպել եք ամեն դեպքում Փաշինյանի աջակիցների։ Ուզում եմ հարցնել, թե որն է նրանց մոտիվացիան, ինչու են դեռ Փաշինյանի աջակից, նիկոլական, այսպես ասենք, հաշվի առնելով այն ամենը, թե ինչ եղավ, որն է այս մարդկանց հիմնավորումը, ինչու առաջին հերթին, եթե պատահել են։ Պատահել են, շատ քիչ են պատահել, ասեմ, պատահել են, իրենց հիմնավորումը միայն վերաբերվում է ասֆալտ բորդյուրային տրամաբանությանը։ Ուրիշ որևէ փաստարկ, ուրիշ որևէ բան թե ինչի համար, անկեղծ եմ ասում, չենք լսել դեռ։ Չգիտենք, որ ասեն, օրինակ, մեր երկիրը գնում է այսինչ ճանապարհով։ Հիմա տեսեք, էլի առավոտ զիգուշ ցորենից են խոսում։ Այսքան ժամանակով իմացա, որ ցորենի հարց կա։ Գնացել ենք մեր ցորենն էլ ա եղել, ամեն ինչն էլ եղել է, մարդիկ ցորենը լարսի ճանապարհով բերել են, մեր քաղաքում էլ ալրաղած կա։ Ով է իմացել, ինչ արհեստական ինչ որ օրակարգեր են ձևավորել, այսինքն ստացվում անեց, որ անես տպավորություն է, ոնց որ Հայաստանում մի տարի սով է եղել։ Հայաստանում սով է եղել, հիմա Ադրբեջանի տարածքով ցորեն է գալի, հա, ցնծություն։ Ղարաբաղն էր խանգարում, էլ Ղարաբաղի ցորենն էր խանգարում։ Այն դեպքում, երբ որ Ղարաբաղի ցորենը շատ ավելի արագ էր գալի, շատ ավելի լավն էր գալի, որակային առումով էլ միգուցե ավելի լավն էր հենց։ Եվ վերջում, բայց ոչ ամենաանկարևորը իհարկե, ձեր նախընտրական ծրագիրը։ 2-3 ամենակարևոր խնդիրները առաջնային, որ այսօր կան Վաղաշապատ համայնքում ու ինչպես եք պատրաստվում լուծել։ Կանք գյուղական նոր միացված Խոյ համայնքի գյուղական բնակավայրերից, ես արդեն նշեցի ջերմոցային տնտեսությունների խթանելու ենք կառուցմանը, ֆինանսական բեռի թեթևացմանը, ոռոգման ջրերի, ոռոգման համակարգերի բարելավմանը, բարեկարգմանը, որպեսզի գյուղացին ոռոգման ջրի խնդիր չունենա, գյուղերի արտեզյան հորերի այսպես ասած շատացմանը եւ արդիականացմանը, արտեզյան հորեր կան, հորը կա, ասում են մեջը մատոր չկա։ Յուղացիք ասում են, բախի չի աշխատում, մեջը մատոր չկա։ Այսինքն սա էլ հո մեծ բեռ չի, արտեզյան հորի մատոր տեղադրելը։ Նաև գյուղական համայնքներ կան, ովքեր ունեն մանկապարտեզ։ Մենք այդ համայնքներում մանկապարտեզ ստեղծելու ենք։ Օրինակ դաշտ համայնքի բնակիչները իրենց երեխաներին տանում են ուրիշ մարզ, տանում են ոսկեվազ, տանում են օշական մանկապարտեզ։ Այս ամեն ինչը լուծելու ենք։ Իսկ քաղաքի հետ կապված, եթե ժամանակ կա, ասեմ, եթե չէ, հա, իսկ քաղաքի հետ կապված ամենակարևոր խնդիրները որն են լինելու, քաղաքի հետ խնդիրները բազմաբնակարան շենքերի, տանիքների խնդիրներ են, շքամուտքերի, կոյուղագծերի խնդիրներ են։ Մեր քաղաքում չկա կանաչ տարածքներն ենք ավելացնելու, խաղահրապարակները, այգիները, որպեսզի մարդը կարողանա իր քաղաքում իր ժամանակը անցկացնել։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք այս զբաղված ժամանակում հատկապես մեզ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։